Շահնազան եմ, այս օրերի մամուլում տեղեկություններ է շրջանառվում, որ կարկառոն ՀՀԿ-ականները աջակցում են ուժեղ Հայաստանին։ Դուք տեղեկություններ ունեք ձեր կուսակիցների հետ այդ առումով, որևէ շփումներ, զրույցներ եղել են թե ոչ։ Ասեցի, դուք ինչ-որ ուզում եք հայ ուղղությամբ տանել, կգա ժամանակը ամեն ինչ կիմանանք։ Չէ, նաև մեղադրանքներ էին ինչու պարոն Շարմազանով, որ նախկին հանրապետականները հիմա ուժեղ Հայաստանի կուսակցության ցանկում են։ Բա կարող է գնալ Նիկոլ Փաշինյանի ցանկում լինել, հələ կներեք էլի։ Այսինքն կարող է գնալ Նիկոլ Փաշինյանի ցանկում լինել։ Զարմացեք, եթե հանրապետականները պաշտպանեին նիկոլիզմին, երբ որ պաշտպանում են ազգային պետական գաղափարներ կրող ուժերին, ինչու եք զարմանում։ Ես ոչ դա եմ դավաճանություն համարում, ոչ դավաճանություն համարում եմ չառաջադրվել ընտրություններին չմասնակցել չէ։ Մի քիչ գալուստավարի ասեցի, բայց տենց է։ Չառաջադրվել է ընտրություններին չմասնակցել չէ։ Հանրապետականը ակտիվ մասնակցելու է ընտրական process-ներին, հանրապետականը ակտիվ տարածելու է իր գաղափարները, բայց մի բան ասեմ, թող որևէ կուսակցությունների վրա չընկալի, չընդունի, ես պարզապես մեր համար ասեմ, իմ համար։ Ինձ պաշտոն չի պետք, իսկ Հայաստանի Հանրապետությունն է պետք։ Դրա համար այսօր առաջնային խնդիրը նիկոլիզմից ազատվելն է։ Վերջ։ Հայ ջան։ Առնվազն հասկացա։ Ոչ, վերջից գամ, ոչ։ Ասեմ, նախ վերջից գամ։ Իհարկե ոչ։ Մեր ասկալով մենք չենք նպաստում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Մենք նպաստում ենք ընդդիմադիր դաշտի համախմբմանը եւ մեր սեփական օրինակով, մեր եսը խոնարելով հանուն համազգային ու համապետական մենքի օրինակ ենք ծառայում մնացած քաղաքական ուժերի եւ դերակատարների համար 1։ Երկրորդ, պարոն երկրորդ նախագահի հետ կապված եւ դրա թիմի հետ կապված մենք այնտեղ կոնկրետ ես այնտեղ ունեմ բազմաթիվ պայքարի ընկերներ եւ գոնե ես վերջին շրջանում հանրապետական կուսակցության կողմից երկրորդ նախագահի եւ նրա թիմի նկատմամբ թիրախավորումներ չեմ տեսել, ինքս չեմ էլ արել։ Երրորդ, եթե համեմատենք երկրորդ նախագահին ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, դա անհամեմատելի բաներ են։ Երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, առաջին նախագահը, մեր գաղափարակիցները ստեղ են։ Ինչ նշանակում մեր գաղափարակիցները։ Մեր հետ շատ մարդ ա եղել։ Այո, նրանք հանրապետական կուսակցության հետ ասեցի ոչ։ Ձեր նշած անձը հանրապետական կուսակցության անդամ է, ղեկավար կառույցի անդամ է, համագումարի պատվիրակ է, դուք ձեր հարցի պատասխան։ Ես չեմ ուզում ասում, ես ուղիղ ասում եմ։ Հանրապետականը կարիք չունի որևէ մեկի թիկունքում պահկվելու։ Եթե հանրապետականը բան ունենում է ասելու, ժամանակ եղել է, ես էլ եմ ասել։ Բայց հիմա ձեզ կխնդրեմ, ոչ թե կենտրոնանալ ընդդիմության տարաձայնությունների, այլ ազգային ու պետական շահի համախմբման վրա, որովհետև մեր շահը մի բան է պահանջում, մեր ասելով ոչ թե հանրապետական, այլ Հայաստանի Հանրապետության, որ հունիսի 8-ին չվերարտադրվի այս ստի ու կեղծիկի խորհրդանիշ նիկոլիստական իշխանությունը։ Բայց այս պահին սինտեսնում եք, այս պահին հանրապետականների հետ, բայց այդ մարդը մի օրակարգ է նախաձեռնել առաջացրել, որը ՀՀԿ-ի թիմի հետ օրակարգ։ Ռիփսիմե ջանից քանի տարի է ճանաչում։ Հենց տենց։ Ահագին ճանաչում եք, չէ՞։ Ես երբևէ խուսափել եմ ինչ-որ բանից խոսելու։ Բայց որ ասում եք Իմ այո, դե կապ չունի։ Հիմա ձեզ հետ էլ կապ ունեմ, դուք հանրապետական եք, երեխեք սաղ հետ էլ կապ ունեմ։ Հանրապետական եք, կարող ենք 1000 հարցերում իրար կարծիք կիսել։ Ես ձեր գործերի համար պատասխանատու եմ կամ դուք իմ։ Իհարկե ոչ։ Այդ մարդիկ ազատ մարդիկ են, իրենց կարծիքն են արտահայտում։ այսինքն այսպես ասենք, պարոն Շարմազան, Գայանե ջան ասեմ, ճշտում պետք չէ, ես ասեմ։
Մելիք Ադամյան 2-ից, այո, Մելիք Ադամյան 2-ից նախաձեռնված գործընթաց չէ դա։ Եթե կարիք լինի, իսկ կարիք լինելու դեպքում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները եւ ԵԶ պարոն Նաշոյանը եւ մեր падգամավորները միշտ է շատ բաց, հստակ եւ սուր մեր կարծիքը արտահայտել են։ Ցանկացած հարցի վերաբերյալ։ Բայց ՀՀԿ-ի անդամներն էլ են, երբ ասեցին, եթե շատ ջղայնացնեն, երբ որ ընդդիմադիրների հետ պայքարը sense թեժացավ, արճակատումներ փոխվելացություններ, ասեցին, որ մենք շատ հունից անենք, կասենք, բանի ժամանակ այդ ընդդիմադիր թեժ պայքարների ժամանակ ովքեր էին սրճարաններում նստած պաշտոններ բաժանում։ Հիմա հարցը որն է։ Մենք չենք երկրորդել։ Իզնից ավելի շատ ու խիստ այդ թեմայի շուրջ շատ քիչ մարդիկ են խոսել, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Ես հիմա կոչ եմ անում կենտրոնանալ ոչ թե ներընդդիմադիր տարաձայնությունների, այլ կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կարևոր խնդրի համար։ Այն է ազատվել օրենքով սահմանված կարգով նիկոլիստական իշխանությունից, որը Հայաստանի Հանրապետություն տանում է դեպի վիլայեթացում։ Պարոն Շարմազանov, բայց այս պահին ընդդիմության միավորում տեսնում եք, թե էլի դարձյալ այդ պարակտված։ Առնվազն պարոն նախագահի ելույթում խոսեց նաև դրա մասին։ Մենք կարծում ենք, որ դեռ ժամանակ կա, որպեսզի ընդդիմադիր հիմնական դերակատարները, մանավանդ նրանք, ովքեր որ մասնակցելու են ուղղակի ընտրություններին, ջենտլմենական համաձայնագիր կնքեն, որպեսզի մեկը մյուսի դեմ չպայքարի։